Այսուհետև որդու գաղտնիքների մասին Սաղմոս Դավթի 9-րդ գլուխ։ Իմ ամբողջ սրտով գոհություն կմատուցեմ քեզ Տեր, կպատմեմ քո բոլոր հրաշագործություններիդ մասին, կուրախանամ ու կցնցամ, սաղմոսներ կերգեմ քո անվանը, ով բարձյալ։ Թշնամիներս ետ կդառնան, կթուլանան ու կկորչեն քո առջևից, դատաստանս և իրավունքս դու տեսար, բազմեցիր աթոռինով դատավորն արդար։ Սաստեցիր էթանոսներին և ամբարտավանություն անողներն անհետացան, նրանց անունները ջնջեցիր Ավիտյանից և թշնամու զենքն իսպառ վերացավ, դու քաղաքներ ավերեցիր և հիշատակը դրանց կորավ աղաղակով։ Բայց Աստված մնում է Ավիտյան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար, ինքն է դատում աշխարհն, այս արդարությամբ և իր ժողովրդին ուղղամտությամբ, Տերը եղավ տնանքի ապավենը նեղության ժամանակ, նրա օգնականը։ Քեզ վրա թող հույս բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, քանզի դու չես լքի նրան, ովքեր փնտրում են քեզ, Տեր։ Սաղմոս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, հեթանոսների մեջ պատմեցեք գործերը նրա տնանքների արյան համար, վրեժխնդիր լինելիս Տերը հիշեց և չմոռացավ աղոթքը նրանց։ Ողորմիր ինձ Տեր և տեսնի իմ նվաստությունը իմ թշնամիներից, դու բարձրացրիր ինձ մահվան դռնից, որ պատմեմ քո բոլոր օրհնությունները Սիոնի քաղաքի դռներին և ցնցամ քո տվածիդ փրկությամբ, Տերն իմ հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ և իրենց լարած թակարդն իրենց իսկ ոտն է բռնելու։ Տերն իրենց ճանաչեցրեց դատաստան անելով և մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի, մեղավորները կրկին դժոխք կընկնեն, նաև բոլոր հեթանոսները, որոնք մոռացան Աստծուն, Տերն ամենևին չի մոռացի աղքատին և տնանքի համբերությունը երբեք չի սպառվի։ Ելիր Տեր, թող մարդը չզորանա, թող հեթանոսները դատվեն քո առջև։ Նրանց վրա օրենսդիր կարգիր Տեր, թող հեթանոսներն իմանան, թե իրենք մարդիկ են, ինչու Տերն հեռու մնացիր անտարբեր եղար նեղության ժամանակ, ամբարիշտ ճոխորտած տոչրվում է աղքատը, թող խափանվեն այն հնարքները, որոնք խորեցին նրանք, քանզի գովաբանում է մեղավորն իր ցանկությունների համար, գովաբանում է նաև նա, ով զրկում է, իսկ մեղավորն ինչու բազում դառնությամբ զայրացրեց Աստծուն, թե ինքը չի ստանա, հատուցում չկա, Աստված նրա աչքի առջև մշտապես էլ պիղծ է նրա ճանապարհները։ Իրավունք Աստվածը վերացել է նրա մտքից, նա կտիրի իր բոլոր հակառակություններին, նա ասում է իր սրտում, թե չի սասանվի, դարեդար կապրի առանց փորձանքի, անեծքով ու դառնությամբ ու նենգությամբ լի է բերանը նրա, իսկ լեզվի տակ ցավ և տառապանք։ Մեծամեծների հետ դարան է մտնում, որ գաղտնագողի կսպանի անմեղին, նրա աչքերը աղքատի վրա է, դարանակալում է թաքստոցին, ու ինչպես նարդիությունն իր որջում դարանակալում է հիապեշտակելու աղքատին, ահա հիապեշտակելու աղքատին և ճանկելու նրան։ Նրան կգցի իր որոգայթը, բայց տիրոջով տնանքին կխոնարհվի ու կընկնի։ Նա ասում է իր սրտում, թե Աստված մոռացել է, շրջել է երեսն իր բնավ չտեսնելու համար։ Ելիր Տեր իմ Աստված, թող բարձրանա քո ձեռքը և մի մոռացիր տնանքներին, իսկ նա ամբարիշտն ինչ վարկացրեց Աստծուն, ասելով իր սրտում, թե ինքը չի ստանա, չի քննվի։ Տերը, տեսնում ես դու աղքատին, նայելով նրա ցավին ու սրտմտությանը, նրան քո ձեռքը վերցնելու համար քեզ է ապավինել աղքատը և դու ես որբի օգնականը։ Թող խորտակվի մեղավորի ու չարագործի բազուկը, թող փնտրվեն նրանց մեղքերը և այլևս չգտնվեն։ Տերը թագավոր է Ավիտյանից, թող կորչեն հեթանոսները նրա երեսից։ Տնանքների ցանկությունը լսեցիր Տեր, քո ականջներն ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամությունը տեսների, որբի և այրու դատաստանը, որպեսզի մարդ չշարունակի իր հոխորտանքը երկրի երեսից։